կարծում եմ, որ երկրի անարդարության, սովի պատճառը դատավորներն են։ Այս հարցը պատական չեմ տալի, որովհետև տևական ժամանակ կառավարության հարցու պատասխանից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարություններ անում, որ դատական համակարգը եռագլուխ մաֆիայի դեմ է պայքարում, կոռումպացված դատավորները պետք է նստեն, ասում է դիակի մոտ բռնում ես, գնում են հասնում են դատարան, արդարանում են։ Հիմա ստացվում է այնպես, որ երկրի անարդարության սովի պատճառը դատավորներն են։ Երբանից եւ ինչպես օրինակ դատավոր Վահե Դոլմազյանը պետք է վերանայի իր աշխատանքը։ Կամ այսպիսի արտահայտություններ են ձեր թվությամբ հնչեցնեմ, ասում են ձեզ հաշիվ տվեք ինչով եք զբաղված։ Օրինակ Վահե Դոլմազյանը ինչպես իրեն պետք է հաշիվ տա, որ դառնա օրինակ Նիկոլ Փաշինյանի սրտի դատավոր։ Մեթոդը։ Դատավոր Վահե Դոլմազյանը որպես իրավաբան քննիչ ժամանակել է նույն կերպ արդարադատության իրականացրել, այսպես ասած, լիազորություն շրջանակում։ Դատախազ ժամանակ էլ հիմա որպես դատավոր։ Այսինքն, եթե դատական իշխանությունը որպես իշխանության առանձին մարմին այսօր առանձնացումը չեմ կարող քաղաքական հայտարարությունների վերաբերյալ մեկնաբանություններ անել, բայց դատավոր Վահե Դոլմազյանը նույնն է, ինչ 2010 թվականին, 2016-ից 15-ից 20 թվականին դեռ հիմա։ Պարոն Դոլմազյան, եւ արդյոք չեն հեղինակազրկում դատական համակարգը, պարոն Դոլմազյան։ Ասում եք կոռումպացված դատական համակարգ, կաշառք վերցնող դատավորներ, դուք հիմա այդ համակարգի ներկայացուցիչն եք։ Եռագլուխ մաֆիա։ Դուք շատ անիմաստ ու շատ անխոհեմ հարց եք տալիս։ Եթե նման բան լիներ, ես դատավոր չէի աշխատի այդքան բան։ Լավ, հիմա այս հայտարարությունները չեն հեղինակում։ Ես ձեզ հարց ուղեցի ներողություն եմ խնդրում, երբ որ եկել եք դուք դատավորների ժողովում, նա Ռուբեն Վարդազյանը մեծ այդ զրույցում էր ասել, որ ես ավելի քան վստահ եմ, Վահե Դոլմազյանը նույն էնտուզիազմով այս իշխանություններին է դատելու։ Այս մասով ինչ մեկնաբանություն կտաք դուք։ Ես այդ հարցի հետ կապված իմ դիրքորոշումը հայտնել եմ ձեզ։ Դուք կոմենտներ եք ասում, պետք է մաքրեք, եւ իմ հարցին չպատասխանեցիք պարոն Դոլմազյան։ Չպատասխանեցի, բան չի փոխվել որպես այդ հարցը կապված։ Կոմենտները ջնջվում են պարոն Դոլմազյան, ձեր մասով, դա ես ձեզ վստահեցնում եմ, որպես ժողովուրդ օրաթերթի լրատվամիջոցի լրագրող, բայց դուք իմ հարցին կոնկրետ չեք պատասխանել։ Դատավոր ցանկացած իրավապահ մարմնի ներկայացուցիչ, ով իր պաշտոնը ստանձնել է, պաշտոն ստանձնելուց էլ երդվել է, պահպանում է օրենքը եւ կապ չունի ով է մեղադրյալի աթոռին։ Բոլորը հավասար են օրենքի առջև։ Ներողություն, Նիկոլ Փաշինյանն ասում է Սամվել Կարապետյանը, Ծառուկյանը եւ այլ ընդդիմադիր լիդերներ պետք է նստեն տասնյակներով։ Հիմա դուք քննում եք Սամվել Կարապետյանի գործը։ Պետք է նստի, թե չէ։ Եվ երբ լսում եք վարչապետի այս հայտարարությունը, ոնց եք ընկալում, չեք ճնշվում, երկրի ղեկավարը մի կողմից ասում է պետք է նստի, մյուս կողմից արդարադատությունն է։ Ուղիղ ճնշում է ձեր նկատմամբ, պարոն Դոլմազյան։ Երկրի ղեկավարը տարբեր հանգամանքներով պայմանավորված կարող է տարբեր քաղաքական հայտարարություններ անել։ Դե հրանգում է։ Չի հրահանգում, որովհետև յուրաքանչյուր դատավոր կոնկրետ գործը քննում է, կոնկրետ հանգամանքները հաշվի առնելով, կոնկրետ քրեադատավարական իրադրությունը հաշվի առնելով։ Հետևաբար մի օրինակով պայմանականորեն ինչ-որ հայտարարության անելը կամ ինչ-որ հանգամանքներից տեղեկացված լինելով պայմանավորված քաղաքական հայտարարությունն չեմ կարծում, որ դա Հիմա դուք մտավախություն չունեք, եթե Կարապետյանին չնստեցնենք, այսինքն բան չնետեք, հա, ձեր նկատմամբ քրեական պրոցեսներ, ճնշումներ եւ այլն ինչ որ բան չի հետեւի, պարոն Դոլմազյան, այդպիսի մտավախություն, մտահոգություն դուք չունեք ընդհանրապես։ Այս տարբերակը կարծես կաշառք եք մտածում, որ այսպես առաջի դեմ խասում է։ Ասում են ինչ են նստածում, կաշառք են վերցրել։ Հստակ այդպես է։ Ասում են լիքը փող ունեն մաֆիոզները, տալիս են կաշառք։ Մի շարք դատական նիստերը դուք ներկա եք լինում պրոցեսին, հետևում եք, հետևությունները թողնում են։ Եվ տեսնում եք, որ Սամվել Կարապետյանին թողում եք տնային կալանքում, պարոն Դոլմազյան։ Այո, տեսնում եք, որ թողնում եք։ Ինքը եթե կա, ուրեմն խափան միջոցի տվյալ տեսակն է պիտանի։ Երբ որ այլ իրավիճակ կլինի, կգտնի, որ ավելի մեր խափան միջոցը կարող է պիտանի միջոց, կկիրառվի առավել մեր խափանուն միջոցը։